Թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում Ձերքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանդությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի Ինչ կա Հակոբ, ամեն ինչ նորմալ է, ու սյուրպրիզներ չկան։ Չէ Կամո ջան, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ ըստ մեր պայմանավորության կանցնի, մասնակիցները մի քանիսն են լինելու, կարգն է տենց։ Գործանը մեր պայմանավորած գումարով մերը կլինի։ Քիչ առաջ աճուրդի մասնակիցների ցանկն էի կարդում։ Ստե բարձրացում մի հատ ֆիրմա է գրանցված, որի մասին չգիտենք։ Բիզնես ստրատեգիա ՍՊ։ Հա, ճիշտն ասած Կամո ջան, ես էլ եմ կարդացել դրանց մասին։ Երևի անփորձ ջահելներ են, էլի, ուզում են իրենց բախտը փորձեն։ Հերթական դեղնակտուցներ են, էլի։ Լսի Աշոտ, մենք շատ երկար ենք աշխատել այդ պրոյեկտի վրան ու քիչ փող չենք ծախսել, որ այդ գործարանը մեր լինի։ Ու եթե հանկարծ ինչ-որ բան նենց չգնաց, դու ես պատասխան տալու։ Կամո ջան, ցավը տանեմ։ Ես ինչ պետքա, ոնց պետքա արել եմ, ում ինչ պետքա տվել եմ, նենց որ ես իմ փայ գործը արել եմ, էլի։ Մնացածը արդեն տեխնիկայի գործ է։ Լսի Աշոտ, մի հատ հələ արագ գնա իմացի այդ բիզնես ստրատեգիայը ինչա ում է պատկանում։ Ովքեր են դրա հետևը կանգնած, ինչ մարդիկ են։ Շուտ արա գնա։ Լավ։ Հիմա կփորձեմ ամեն ինչ ճշտել։ Սիրտս վկայում է, որ սրանք հենց այնպես չեն եկել ստեղ։ Ասա Գառնիկ, ոնց է տրդրությունը։ Գոկոր ջան, աճուրդելը չի սկսվել, բայց Կամոն անձամբ եկել է, որ մասնակցի աճուրդին։ Եկել է, ինչ անենք։ Մեր պլանները դրանից չեն փոխվում։ Ինչ գին առաջարկեն դուք դվայնոյը կբարձրացնեք։ Կհասցնեք են տոշկին, միջև դրանք խաղից դուրս թռնեն։ Գառնիկ լավ իշետ, գործարանը մեզ կյանքի գնով պետք է։ Հասկացա։ Եթե աճուրդից հետո մոտենան քեզ հարցեր տան չվախենաս։ Զանգես ինձ տղերքին կուղարկեմ դրանց հարցերը կլուծեն։ Դե եթե պրոբլեմներ ծագեն, նորից կզանգեմ։ Գառնիկ, որ գործը գլուխ բերեցիր, խաբար արա ինձ։ Զանգիտ եմ սպասում։ Կամո ջան, այս գործարանը որ վերցնենք, դրանից հետո մի հատ լավ թիք կա։ Ցույց կտամ դրա վրա կարելի է լավ փող բռնել։ Հա, Աշոտ, մի բան իմացար։ Այս ֆիրման պարզվում է 3 բացվել, շեֆ։ Հիմնադիրն է 20 տարեկան ջահել է։ Ասում էի, չէ, դեղնակտուցներ են։ Աճուրդը 5 րոպեից կսկսվի, բոլոր մասնակիցներին խնդրում ենք անցնել ներս։ Տեսար։
Տեսար ինչ բերին գլխներիս։ Սկան ամսվա մեր աշխատանքը ու այդքան փողը սաղ ջուրը գնաց։ Всё, վերջ։ Գնաց այդ գործարանը ձեռներիցս Երեմ։ Այդ խոզը խոստացել էր, որ աճուրդի ժամանակ մենակ իրա մարդիկ կլինեն։ Ոնց է Գոքորի իրավաբանը հայտնվել ընդեղ ու դուք չեք իմացել դրա մասին, կամո։ Գոքորը շատ խորամանկ խոդ է արել։ Այդ ֆիրմեն, որ մասնակցում էր աճուրդին, ընդամենը 3 է գրանցվել։ Ու անհնար էր այդքան կարճ ժամանակում իմանալ, թե ով է դրա հետևում կանգնած, ինչ մարդիկ են։ Երեմ դրանք մեզ չեն հարգում։ Սենց որ գնաց, աշկները տնգելու են մեր ունեցածի վրեն, որ էդ էլ խլեն ձեռներիցս։ Պետք է Գոքորին ստրելկա խփել ու գործարանը հետ ուզել։ Անհնարին բան ես ասում։ Գոքորը երբեք հետ չի տա կործրածը։ Բա ինչ անենք։ Նստենք երանգներս կրծենք։ Այդ գործարանը լուծարելու ու բանկրոտի տանելու համար մենք մեշոկներով փող ենք ծախսել, կամո։ Ու գոնե վերջին վարիանտ պիտի մեր ծախսած փողերը Գոքորից հետ ստանանք։ Բա որ այդ տարբերակին է չհամաձայնվեց։ Եթե չհամաձայնվեց, ուրեմն մեր դրած փողերը կորցնելուց բացի մեր ավտորիտետն էլ կկորցնենք։ Դրանք շատ լավ էլ կուրսի էին, որ մենք երկար ժամանակ աշխատում ենք այդ գործարանի վրա։ Բայց սպասում էին մինչև սաղ գործերը կանենք կպրծնենք, որ հետո խլեն մեզնից։ Պետք է այդ Տիկոին ու Գոքորին հանդիպել ու խոսալ։ Երեմ չի կարելի այս գործը օդում թողել։ Մթամտենց էլ պիտի լիներ։ Գոքորի ու Տիկոյի հետ իմաստ չունի հանդիպել, կամո։ Նրանք իրանց որոշումը արդեն կայացրել են։ Պետք է Հովոյի մոտ գնալ։ Մենակ նա կարա այս հարցը լուծել։ Հովոն էլ գործի մեջ չի, ու ինքը չի խառնվի այս բազարներին։ Ստիպված կլինի խառնվել, կամո։ Թե չէ կարող է շատ վատ բաներ լինել։ Այս քաղաքի կեսից շատ արդեն մինչև կոկորտը կուշտ են, թե Հովոյի տղերքը ոնց են իրա գործերը վարում։ Ու եթե Հովոն քայլեր չձեռնարկեց վիճակը փոխելու համար, մենակ կմնա բոլորիս դեմ։ Լավ։ Գնանք, խոսանք, չնայած գլուխս չի մտնում, որ դրանից ինչ-որ բան կփոխվի։ Այն արտասահմանցիներին ինչ ենք պատասխանելու։ Երեմ։ Մենք դրանց խոստացել էինք, որ գործարանը արդեն իրանցն է։ 2 միլիոն էլ ավանս էինք վերցրել, որը սաղ կաշառքների վրա է գնացել։ Բայց փողերը ով է փակելու։ Ես կփորձեմ մի բան անել։ Ուրիշ տարբերակներ կառաջարկեմ իրաց։ Երեմ։ Արի այդ Գոքորին ու Տիկոին խփել տանք։ Ես ինչքան փող պետքա կտամ։ Դու պետք է լինի ես կխփեմ։ Մենակ թե դրանք մեր ճամփից այնյան գնան։ Չէ, կամո։ Խաղաղության համաձայնությունը մենք առաջինը չենք խախտի։ Այդ հարցը պետք է ավելի նուրբ ձևով լուծել, որ համ գառները կենթանի մնան, համ գայլերը կուշտ, որ դրանից մեր բիզնեսը չտուժի։ Մեր բիզնեսը արդեն տուժում է, Երեմ։ Մենակ այս գործի վրա միլիոնների վնաս ենք ունենալու։ Իսկ այն ինչ որ Տիկոն ու Գոքորն են անում, այդ բիզնես չի։ Տղեկը պրոստը մուռ են հանում են մարդկանցից, ովքեր ժամանակին դուխ են ունեցել դեմները դուրս գալու։ Հնարավոր է։ Բայց մենք կփորձենք այս հարցը խաղաղ ճանապարհով լուծենք։ Իսկ եթե չստացվեց, ես ավելի լավ տարբերակ ունեմ, քան Գոքորին ու Տիկոյին վերացնելը։ Ու որն է այդ տարբերակը, Երեմ։ Ժամանակը կգա կիմանաս, կամո։ Հիմա արի գնանք։ Մեր արտասահմանցի հյուրերը հյուրանոցում մեզ են սպասում։
Հայրը դժգոհ մնացել, թե Գոքորը ոնց է իրան ընդունել Հովիկ։ Դաժե իր ներկայությամբ Սանիկին է ծեծել Գոքորը, ում հարցով որ գնացել էր մոտը։ Բայց մինչև այդ ջահելը զենք է հանել Գոքորի վրա։ Ուրեմն լավ արել որ ծեծել է։ Բայց Գոքորը հասկանա, որ մերիմ մտերիմն է ու դժվար պահերին միշտ մեր կողքն է եղել։ Հիմա մehերի ուզածը ինչ է։ Որ Գոքորը արշակին ժամանակ տա, մինչև այդ ջահելը փողերը կհավաքի կփակվի։ Բայց ոնց ես հասկացա, այդ ջահելը այնքան էլ ոգևորված չի, որ սա վնասները ինքը փակվի։ Երևի Գոքորը դրա համար էլ չի ուզում ժամանակ տա նրան, որ չթողնի փախնի կամ մի բան մոգոնի։ Այդ արշակը հեչ դուրս չեկավ Հովիկ, շատ սկոլսկի տիպ է երևում։ Եթե մերը խառնված չլեր ես գործին, ես մատս մատիս չէի տա գալի։ Բայց հիմա ստիպված եմ միջամտել։ Տիկոյնը Գոքորին իրիկունը կանչել եմ մոտս կգան, կխոսանք այդ հարցով։ Ես չեմ ուզում, որ մերը մտածի, որ ես իրան մոռացել եմ։ Կարիք մի հատ հարց էլ կա, որ պետք է անհապաղ զբաղվես դրանով։ Ես չեմ ուզում, որ Գոքորն ու Տիկոն այդ հարցով հետաքրքրվեն։ Դա նուրբ պահեր կան։ Ասա, Հովո ջան։ Ինչ-որ փողատեր բիզնեսմեններ մեր Բիլիթի ամուսնու Նորիկի պրոյեկտի վրա մեծ գումարներ են դրել։ Հետո այդ պրոյեկտը ինձ անհայտ պատճառներով պարավալի է գնացել։ Ու հիմա դրանք Նորիկին պրեսավատ են անում, որ բոլոր այդ փողերը ինքը փակվի։ Այդ մարդկանց մասին մի բան հայտնի է։ Չէ, բայց պարզի թե ովքեր են։ Գնա այցելության իմանունից։ Իմացի ինչ պրոբլեմ է, որ անց հասկացնել տու, որ գազերը թուլացնեն ու Նորիկից յանտան։ Նրանք մինչև փող դնելը պետք է 1000 անգամ ստուգեին նոր ռիսկի գնային, ստե Նորիկի մեղքը չկա։ Ես այդ հարցով կզբաղվեմ։ Ես չեմ ուզում, որ ես հարցի շուրջը ավելորդ աղմուկ բարձրանա, փորձի ամեն ինչ հանգիստ ձևով անես։ Հասկացա։ Լսում եմ։ Բարև Գարիկ, Երեմն է։ Ես ուզում եմ Հովոյի հետ խոսեմ։ Ինչ հարցով։ Ես պրոբլեմ ունեմ Գոքորի ու Տիկոյի հետ։ Ու եթե Հովոյ չմիջամտեց այս հարցին, այս հարցը կարող է շատ վատ վերջաբան ունենա բոլորիս համար։ Ինչ կարգի պրոբլեմի մասին է խոսքը, Երեմ։ Մոտ $5 միլիոն արժողության պրոբլեմ։ Մի րոպե սպասի։ Ասա Երեմ լսում եմ։ Բարև Հովիկ։ Կներես, որ քեզ անհանգստացնում եմ, բայց մենք բարդ պրոբլեմի առաջ ենք կանգնած։ Ու ես խնդրում եմ, որ դու ընդունես ինձ։ Դու գիտես, որ ես հիմա գործերով չեմ զբաղվում, այդ բոլոր հարցերով տղեկին դիմեք։ Հովիկ, ես լուրջ հարց է։ Քո միջամտությունն անհրաժեշտ է։ Թե չէ կարող է ամեն ինչ թարս գնա։ Խոսքը լուրջ թվերի մասին է։ Ու ես ուզում եմ, որ խաղաղությամբ ես հարցը լուծենք։ Բելա Բիլիկունը արի մոտ ես։ Տվեկն են ստեղ կնունեն։ Տենան կհասկանանք, այդ ինչ պրոբլեմ է, որ դες տենց անհանգստացնում։ Եղավ, շնորհակալ եմ։ Ես անպայման կգամ։ Ով ընկնտունին ես կամ։ Ինչքան ես ուզում եմ հեռու մնամ սրանցից, իրանք այդքան ավելի են ձգում ինձ իրանց կողմը։ Երբ պետք է սրանց բոլորին հասկացնել տալ, որ ոչ մի հարցով քեզ չդիմեն Հովիկ։ Եթե ինձ դիմում են ինչ-որ հարցերով, այդ իրանց մեղավորությունը չի։ Այդ Գոքորի ու Տիկոյի մեղքն է, որ թողում են բոլոր հարցերը գա ու հասնի ինձ։ Կարծում եմ, որ բոլորիդ համար բարձ են մեր առաջնահերթ խնդիրները, որոնք նպատակ ունեն կանխելու մեր երկրում գործող անձնավորության տարածման և ընդլայնման։
Ես կուզենայի նաև ձեր ուշադրությանը ներկայացնել վերլուծական բաժնի կողմից պատրաստված տեսանյութը, որը փոքր շատ է ամբողջական պատկերացում կտա մեր հանրապետությունում գործող առավել խոշոր հանցավոր խմբավորումների գործելակերպի ոլորտների մասին։ Ավակյան, սկսի։ Այս մարդը քաչ հայտնի է մեզ։ Քրեական միջավայրում նա դեռ շարունակում է ծանրակշիռ դեր ունենալ։ Չնայած ինքը չի վարում գործերը։ Այնուամենայնիվ նա ոչ ֆիկտիվ համարվում է մեր հանցաշխարհի գնդահայր եւ բոլոր կարևորագույն որոշումները ինքն է կայացնում։ Նրա վերահսկողության տակ են գտնվում մի քանի խոշոր ֆինանսական կազմակերպություններ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում հասցրել է օրինականացնել իրեն պատկանող բիզնես։ Տեղեկություններ կան, որ նրան պատկանող բանկերից մեկը շարունակում է լվանալ հանցավոր բիզնեսից ստացած գումարները։ Գրիգոր Ոսկանյան, Տիգրան Համբարձումյան, Գոքոր եւ Տիկո։ Այս երկուսը փաստացի կառավարում եւ վերահսկում են Հովիկի ողջ բիզնեսը։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում հասցրել են կրկնապատկել իրենց ակտիվները եւ նեղել շատերին, ինչի արդյունքում դժգոհություններ են առաջացել տեղի հեղինակությունների մոտ։ Ուշադրություն դարձրեք այս երկուսի գործելակերպին։ Քանի որ բացառված չէ, որ մոտ ապագայում սրանց դժգոհությունները վերածվեն քրեական պատերազմների։ Զավեն Ավետիսյան, բարձր կարգի պրոֆեսիոնալ։ Խորհրդային տարիներին եղել է ՊԱԿ-ի գործակալ։ Հիմնականում զբաղվել է դիվերսիոն գործողություններով։ Կայոթի փլուզումից հետո որոշել է մնալ Հայաստանում եւ հիմա զբաղվում է թանկարժեք քարերի բիզնեսով։ Հիմնականում աֆրիկյան երկրներից արտահանում է Ռուսաստան, Եվրոպա եւ ԱՄՆ։ Տեղեկություններ կան, որ նա դեռ պահպանում է կապեր թմրամիջոցների վաճառքով զբաղվող խմբավորումների հետ։ Օգնում է նրանց իրենց թմրամիջոցները երրորդ երկրում ռեալիզացնելու համար։ Չնայած մեր գործադրած բոլոր ջանքերին, Զավելին այդպես էլ չհաջողվեց պատասխանատվության ենթարկել։ Այս սրիկան չափազանց զգույշ է գործում։ Իրենից հետո ոչ մի հետք չի թողնում, կենտանի հետք։ Անձամբ ես հակված չեմ հավատալու, որ նա մաքուր բիզնեսով է զբաղվում։ Պարզապես շատ բան գիտի եւ հարկավոր է նրան տեսադաշտից չկորցնել։ Մամել Սահակյան, Մականունը Մալխաս, ամբիցիոզ է, դաժան, նպատակին հասնելու համար չի խնայում ոչ ոքի։ Մինչև վերջերս միայն խաղատուների բիզնեսով էր զբաղվում, սակայն Զավենին հաջողվել է նրան ներքաշել իր կողմը։ Եվ հիմա նա որոշակի տոկոսներ ունի Զավենի գործերից։ Ինֆորմացիա կա, որ նա ուզում է վեր բարձրանալ հանցավոր աշխարհի հիերարխիայում եւ այդ նպատակով սկսել է աշխատել Գոքորին ու Տիկոին խաղից դուրս հանելու համար։ Իհարկե ոչ առանց Զավենի օգնության։ Երեմ Հակոբյան, Կամո Թորոսյան։ Այս երկուսը լուրջ ուժեր են իրենցից ներկայացնում եւ տիրապետում են խոշոր ֆինանսների։ Մինչև հիմա էլ կասկածներ կան, որ բարոնի, իսկ այնուհետև Ջիվանի եւ Սերոփի սպանությունները հենց այս երկուսի ձեռքի գործն են։ Բիզնեսի հետաքրքրության շրջանակները տարբեր են։ Հիմնականում զբաղվում են խոշոր ֆինանսական կազմակերպությունների լուծարմամբ եւ նրանց ակտիվների վաճառքով։ Իսկ Երեմը
մի քանի խոշոր ֆինանսական գործակալություններում ֆինանսական խորհրդատու է ձևակերպված, ինչը ռեկետի ժամանակակից եղանակ է։ Վարդան Մանուկյան, Ատոմ Կարապետյան։ Մինչև Ատոմի հայտնվելը Վարդանը կարծես ետ էր քաշվել գործերից։ Իսկ հիմա նրանք միացրել են իրենց բիզնեսը, հավակնում են ավելի բարձր դիրք գրավել քրեական դաշտում։ Լուրջ կապեր ունի Ռուսաստանի քրեական շրջաններում։ Եվ չի կարելի ասել, թե ինչ կարելի է սպասել նրանից։ Առաջ մեզ կանա։ Կարող եք գնալ։ Ոնց է թորնիկդ Լևոն։ Ծխախոտուր։ Քսան տարի է ծխելը թողել եմ, բայց նորից ուզում եմ ծխել։ Պետք չի։ Մի սկսիր։ Ռազմիկ, չգիտեմ ինչ անեմ։ Իմ աչքերի առջև թորնիկս հանգչում է և ես ոչնչով չեմ կարող օգնել։ Բժիշկները ինչ են ասում։ Ասում են անհրաժեշտ է ողնուղեղի փոխպատվաստում։ Խորհուրդ են տալիս արտասահման տանել։ Դե գիտես այսօր մեր օրերու իրադությունն է ինչքան թանկի։ Մոտ 200,000 եվրո մի այդ կանել կպահանջվի վիրահատությունից հետո ապակինվելու համար։ Որոշել եմ վաճառել բնակարան, ամարանոց, մեքենա, չնայած հին են, բայց ստիպված եմ հարազատներից, բարեկամներից բարդ կանել, չնայած դա էլ չի օգնի։ Ես կփորձեմ հավաքել պահանջվող կողմերը։ Հորմիկս այդքան չի կարող սպասել, Ռազմիկ։ Գրող է տանի, ինչու, Լևո։ Դու իմ պրինցիպների մասին լավ գիտես։ Դրա համար քեզ ազատորեն կարող եմ ասել։ Այսօրվա քրեական աշխարհի շատ հեղինակություններ ուրախ կլինեն քեզ օգնեն այդ հարցում։ Ես չեմ կարող, Ռազմիկ։ Մի անգամ սամանը խախվելով ես այլևս չեմ կարող անել ապրել։ Ես ռոմանտիկ չեմ և գիտեմ, որ մեր համակարգում կան մարդիկ, որ հենց այդպես էլ ապրում են և լավ էլ ապրում են, բայց ես դրա համար չեմ ոստիկան դարձել։ Իսկ եթե ուրիշ տարբերակ չկա, Լևոն։ Հայրս նոր էր վերադարձել պատերազմից։ Մեր ընտանիքը բազմանդան էր, հազիվ էինք ծայրը ծայրին հասցավ։ Հայրս մայրս գործարանում էին աշխատում։ Մի օր էլ հերթափոխից տուն վերադառնալիս գիշերային հերթափոխից։ Նրանց գիմացը կդրում են բանդիտներ, ստահակներ, գիտես պատերազմից հետո դեպրեսիոն էին քաղաքում։ Հորս ցերկից խլում են հացի կտրոնները։ Մորս պայուսակը, որի մեջ մեր վերջին հույսն էր մի քանի ռուբլիներ։ Սրանով չեն բավարարվում։ Երկուսիկ էլ սպանում են։ Այ, չգիտեմ ինչու եմ պատմում։ Լևոն,
Ես մի քանի մեծահարուստ գործարարների եմ ճանաչում։ Գնա աշխատի։ Ես մի բան կմտածեմ։ Ես չեմ թողնի, որ Լևոն հիգես։ Այ կտեսնես։ Թորնիկիդ հետ ամեն ինչ լավ կլինի։ Բասնեց։ Ու բարի փերին նրանց ասաց. ձեր բալիկին մեծ արև է պետք, շատ ջերմություն, և ձեր արեգը շուտ կլավա։ Ալո, Աստղիկ, ես եմ։ Ոնց է Լևոնը գաս։ նույնը, ոչ մի փոփոխություն։ Այս նոր նշանակած դեղերն էլ արդեն չեն օգնում։ Լևոն, ես էլ չեմ կարողանում նայել Լևոնիկի աչքերին, նրա անօգնական աչքերին ու ոչինչ չանել։ Աստղիկ, ես մի բան կմտածեմ։ Ես կարողանում այդ կոմանը այդայդել։ Ես չեմ թողնի, որ թորհիկս Արմենն ու Նանեն էլ գնացել են Նանայի ծնողների մոտ Վանաձոր, որ տեսնեն ումից կկարողանան այդ գումարը ճարել, դե պարտքով։ Հա, մոռացա ասեն, այսօր առավոտյան բժիշկներ եկել տուն։ Ասեց մաքսիմում, պետք է այդ վիրահատությունը կատարել, թե չէ հետո այլևս ոչ մի բան հնարավոր չի լինի անել։ Աստղիկ, այնպեսարա, որ Լևոնի կարավանդան նույնք կլավան։ Ես գիտեմ նա դեռ փոքր է, բայց ամեն ինչ հասկանում է։ Հա, Լևոն, այդպես էլ անում է, բա դու երբ կգաս տուն։ Գործից հետո մի մարդու պիտի հանդիպեմ, խոստացել է, որ օգնի։ Հետո տուն կգամ։ Լավ։ Մալխաս ես չեմ հասկանում, ինձ ինչ ես բերել այստեղ։ Ես Զավենի հետ ոչ մի գործակ չեմ ուզում ունենալ։ Դու ուզում ես խնդիրներդ լուծել Գոքորի հետ Աշոկ։ Հա։ Դե որ հա, հիմա Զավենը կգա ու քեզ կասի, թե ոնց կարելի է ազատվել Գոքորի պարտքերից։ Այդ ոնց է այդքան փողերը փջելու։ Կգա կիմանաս։ Ես ընդամենը 3 օր ժամանակ ունեմ։ Ես գիտեմ։ Աշակ, այդ ինչ ապրանք է էլի կանտայների մեջ, որ կանացրել են սահմանի վրա։ Նոթբուք էր մի 1000 հատ։ Պրոստը բախտունս բերեց, որ գրուզ արտս ամենյան ֆիրմայի վրա գրանցած, դրա համար ես բաց թողի։ Ուզեցել են գլխից սարքեն Աշակ։ Գոքորը լավ է գիտեր, որ այդ 1000 հատ նոթբուքը հնարավոր չի սահմանից անցկացնել։ Ուղղակին է ցարը, որ փողը վզով է մնա։ Կներեք, որ մի փոքր սպասեցնել տվեցին։ Նստեք։ Պատգամավորի հետ հանդիպման էի։ Աշակ Մալխասը քո պրոբլեմի մասին ինձ արդեն պատմել է։ Եվ պատրաստ եմ օգնել քեզ։ Զավեն, ես գիտեմ, որ
Ձրի պանիրը մենակ մկան տակարտի մեջ է լինում։ Դու ասես ինչ պետք անեմ քո օգնության դիմաց։ Այստեղ ինչ դուրս գալիս է։ Ուղեղ աշխատում է։ Որ ուղեղը աշխատեր, իր գլխից մեծ գործեր չէր բռնի։ Ջայլը արունը երում է։ Ուղղակի չի հասկանում, որ Գոքորը ուզել է գլխին սարքի։ Ու եթե իր քորից փողը չտվեց, սաղ կյանքը բոմժի պես ապրելու։ Ես գիտեմ, թե Գոքորն ու Տիկոն ոնց են փողերը վազրատանում։ Դրա համար ձեզ եմ դիմել օգնության։ Ու ինձ ասեք իմանամ, թե դուք ինձ ոնց եք օգնելու ու ես ինչ պիտի անեմ դրա դիմաց։ Մեզ քեզանից ոչինչ պետք չի։ Դու պետք է վաղ առավոտյան գնաս ոստիկանություն եւ դիմում գրես, որ Գոքորի եւ Տիկոյի պատվերով կանտրաբանդա ես ներկրել Հայաստան։ Ես լուրջ ես ասում, թե կատակ ես անում Զավեն։ Ես այդքան նման եմ կատակասեր մարդու բարձր։ Չէ, ես համաձայն չեմ։ Ես գործվող չեմ։ Եթե անեմ, հաջորդ վարքենը սաղ քաղաքի կիմանա դրա մասին։ Դու ինչ-որ շատ մեծ կարծիքի չես քո մասին, Արշակ։ Դու այն մարդը չես, որի գործողությունները այս քաղաքում քննարկման թեմա է դառնում։ Հա, կարող է այդ մարդը չեմ, բայց ինչ-որ այսօր դուք ինձ ասում եք, եթե հարցի լուծում չի։ Դու ուզում ես կաշիտ փրկես, Արշակ։ Հա, բայց ոչ այդ գնով։ Գոքորը, որ իմացավ այս մասին, ավելի շուտ իմ հարցերը կլուծի, քան թե միլիցիայի կհասնեն ինչ-որ բան են։ Դա կարող է քեզ չմտահոգել։ Մենք կպաշտպանենք քո անվտանգությունը։ Ես իմ դաչում կպահեմ քեզ, Արշակ։ Քեզ ընդ ոչ մեկ չի գտնի։ Այդ միակ քո փրկության ձևն է։ Բայց ես ինչ օգուտ որ Գոքորին բռնեն։ Դա արդեն քեզ չի վերաբերվում։ Դու արա այն ինչ քեզ ասացի։ Իսկ ես կհետևեմ, որ քո դիմումը տեղ հասնի եւ ճանապարհին չկորչի։ Երբ Գոքորը եւ Տիկոն արդեն դատված կլինեն, դու նորից կարող ես ռեալ կյանք վերադառնալ։ Ու աշխատանքի անցնել մեզ մոտ։ Եթե անգամ նրանց դատեն, Գոքորի մարդիկ ինձ կենթանի չեն թողի։ Դու լավ չես հասկանում, Արշակ։ Մենք քեզ ասեցինք, որ դու մեր պաշտպանության տակ կլինես։ Ու անգամ գլխիցդ մի հատ մաս չի ընկնի։ Ես քեզ գառանտիա եմ տալի։ Իսկ հնարավոր չի դուք ինձ պարտքով այդ գումարը տակ, ես Գոքորի փողերը փակվեմ, հետո ես այդ գումարը ձեզ հետ կվերադարձնեմ։ Չէ, հնարավոր չի։ Քեզ ոչ ոք այդպիսի գումար չի տա։ Մտքիցդ հանիր։ Երկրորդներ դու ամբողջ կյանքդ աշխատես, այդքան գումար չես ունենա, որ կարողանաս պարտքերդ փակել։ Իսկ սենց դու առանց կոպեկ ծախսելու հարցրդ լուծում ես, Արշակ։ Ու եթե դաժե մեհերը չի կարացե Գոքորը այդ լեզու գտնի, ուրեմն իմացի, որ այդ տղու մոտ ուրիշ պատխոտ չկա։ Իսկ միակ ձևը Զավենի ասած ձևն է։ Ինչ ժամանակ է պետք մտածելու համար։ Գնա ու մտածիր։ Բայց եթե մինչև վաղ առավոտ պատասխան չստացա քո որոշման մասին, կարող ես մոռանալ այս խոսակցությունը։ Լավ։ Արշակ, իջի մեքենայի մոտ, ես կգամ։ Դու հիմա գոհ ես ինձանից Մալխաս։ Դու մտածում ես, որ Արշակը միլիցիայություն դիմեց նրան կարան Գոքորին փակեն։ Ես կհետևեմ, որ դա հենց այդպես էլ լինի։ Իսկ երբ Գոքորը եւ Տիկոն չեն լինի, դաշտը քեզ համար կազատվի։ Եվ դու կարող ես առանց ավելորդ խոչընդոտների ստանալ այն ամեն ինչին դու այդքան ձգտում ես։ Բա հովիկը։ Դու մտածում ես, որ ինքը ձեռքերը ծալած կնստի ու կնայի, թե ոնց են իր տղեկին փակում, հա։ Ես հիմա լուրջ կապեր ունեմ գործադիր իշխանությունների վերին էշելոններում։ Նրանց արդյունք է պետք, որպեսզի նրանք ցույց տան, որ իրենք լավ են աշխատում։ Իսկ Գոքորի եւ Տիկոյի
ձերբակալությունը եւ արդար դատը նրանց համար ուղղակի նվեր է։ Իսկ դու պետք է շատ ջանք գործադրես, որ Գոքորի եւ Տիկոյի թափուր տեղի համար նոր հավակնորդներ չհայտնվեն։ Այդքանը հասկանում եմ։ Դու հետևի, որ տղեկին ապահով մի քանի տարի փագեն, ես էլ կհետևեմ, որ իմ ճանապարհին նոր արգելքներ չառաջանան։ Բարի։ Ատոմի մասին քեզ ինչ է հայտնի։ Ինչ է անում, ինչով ես զբաղված։ Առանձնապես ոչ մի բան է հայտնի չի։ Գիտեմ, որ Վարդանի հետ աշները քաշած գործեր են անում։ Ոչ մեկի չեն խանգարում։ Մեկ էլ լսել եմ, որ Վարդանը ինչ-որ պարսիկների հետ գործեր անում։ Բայց թե կոնկրետ ինչ, ինչ-որ պրոբլեմներ կան։ Այո, կան։ Ատոմը որոշել է քիթը խոթել այնտեղ, որտեղ անելիք չունի։ Նա որոշել է ադամանդե քարերի էքսպորտով զբաղվել։ Աֆրիկայից դեպի Ռուսաստան։ Եվ նրա մարդիկ արդեն դուրս են եկել այն մարդկանց վրա, ում հետ ես եմ աշխատում։ Այդ թողանի, քեզ ինչ զավեն։ Ատոմը չանի, ուրիշ մեկը պետք է անի։ Չէ, դու չես հասկանում։ Ատոմը որոշել է ապրանքը վաճառել այն նույն մարդկանց, ովքեր ինձ հետ են աշխատում։ Եվ մի քանի անգամ ավելի բարձր գներով։ Իմ պարտներները կդադարեն ինձ հետ գործ անելուց, եթե նա նրանց առաջարկի ավելի շահավետ պայմաններ։ Իդեպ դա քեզ պետք է մտահոգի։ Քանի որ դու էլ տոկոս ես ստանում այդ քարերից։ Խոսքը օրինական առևտրի մասին է գնում, թե անօրինական։ Օրինական առևտուրը մեր շրջանառության մեջ ընդամենը 10%-ն է։ Մնացած 90%-ը անօրինական ճանապարհով է ազդում մեր պատվիրատուներին։ Եվ եթե նա մտնի այդ խաղի մեջ, մեր եկամուտները 50%-ով կկրճատվեն։ Դու ինքդ հասկանում ես, թե դա ինչ մեծ թիվ է։ Ուրեմն թույլ չենք տա, որ ատոմը խաղի մեջ մտնի։ Դու ասա քեզ ինչ է հայտնի։ Ես մի բան կանեմ այդ ջահելին խելք սովորացնելու համար։ Ըստ իմ ինֆորմացիայի քարերի առաջին խմբականակը արդեն Հայաստանում է։ 1-2 օրից Հայաստանում կլինեն նաև 2 ռուսաստանյան գործարարներ, որպեսզի պայմանավորվեն ատոմի հետ։ Եվ ես ուզում եմ, որ մենք ամեն ինչ անենք, որ նրանց առաջին հանդիպումն իսկ վերջինը լինի։ Ովքեր են Ռուսաստանից եկող բիզնեսմենները։ Շատ լուրջ մարդիկ, լուրջ կապերով։ Լավ Զավեն, մի բան կանենք, մի մտածի։ Ես հիմա պետք է իջնեմ այդ ջահելի հետ նորից խոսամ, քանի չի փոշմանը։ Մի մտածիր։ Չի փոշմանի։ Նա արդեն կայացրել է իր որոշումը։ Դու պարզապես վաղ ուշադիր եղիր, որ ոստիկանությունում ամեն ինչ պատշաճ ձևով անի։ Կհետևեմ։ Դու էլ երբ իմանաս, թե ատոմը երբ հարուստների հետ հանդիպելու, ինձ խաբար արա։ Առայժմ։ Չեմ